Ընդդիմության կողմից մանդատները վերցնելու որոշումը հայտնվել է քաղաքական քննարկումների կենտրոնում։ Արդյոք դա ճիշտ որոշում էր։ Եվ ինչ են քաղաքացիներն ակնկալում նոր գումարվող ազգային ժողովից։ Քաղաքականությունը պայքար է, եթե այդքան ուժ ունեն եւ հմտություն դա անելու, թող փորձեն։ Ինձ թվում է դա էլ գործող կառավարության համար փորձությունը ավելի ուժեղանալու։ Առասել եք ամեն մի գործողություն իրանց շատ անհեքթեթ եւ անիմաստ է, այդպես եմ կարծում։ Ինչն էր անհեթեթ եւ անիմաստ։ Ինչպես։ Ինչն էր անհեթեթ եւ անիմաստ։ Վերցնում են, մեկ չեն վերցնում, մեկ ինչ որ անդադ բզբզում են, փչացնում են։ Դա խելքի պակաս է, այդքան կարող եմ ասել։ Մի հարց կներեք, նոր գումարվող ազգային ժողովից, որ պետք է սկսի, ինչ ակնկալիքներ ունեք։ Արդեն շատ ուրախ եմ եւ ընթանում է շատ ճիշտ։ Մեծ հաճույք եմ ստանում ամեն մի այդ հաղորդումը։ Ես նստում լսում եմ։ Հետևում եք ԱԺ աշխատանքներին։ Այո։ Այդ քաղաքականություն ես փոքր մարդ եմ չեմ կարող զբաղվել, քան իմ խոսքը չի անցնում։ Իմ նման միլիոնավոր մարդիկ ճիշտ էլ խոսան չի անցնում։ Այսինքն այնց ալնում որ ամեն ինչն էլ ուժեղի կողմն է։ Ճիշտը սխալ ուժեղ ով տիրապետեց ուժը իր սխալելն ինքը տերապետում է։ Ես ընդդիմությանը չեմ ընդունում։ Չեք ընտրել ընդդիմությանը։ Չէ։ Դիմությանն էլ չեմ ընտրել։ Ո՞ում եք ընտրել, եթե գաղտնիք չի։ Շատ վատ դրության մեջ եմ, չգիտեմ ում ընտրեմ։ Ընտրությունն արդեն եղել են, էլի։ Չգիտեի։ Չեք մասնակցել ընտրության։ Գնացել եմ, որ ասեմ գնացել եմ, այդքան բան, ուղղակի մասնակցել եմ, ոչ մեկին չեմ ընտրել։ Իսկ այս նոր գումարվող ազգային ժողովից ինչ ակնկալիքներ ունեք։ Ոչ մի չունեմ։ Ուղղակի դրսից ասում են սենց պիտի լինի, դա նայածով է ասում, Եվրոպային կողմ եմ, սենց ասում։ Ընդդիմությունը չի հետաքրքրում ինձ բացարձակ, այդտեղ ընդդիմություն չկա։ Կցանկանայի, որ որոշ ուժեր լինեին ավելի պրոգրեսիվ, ավելի ազնիվ, ավելի հայրենասեր, ավելի հայամետ։ Ցավոք, այսօրվա ընդդիմությունը Հայաստանի շահերը չի ներկայացնում։ Իսկ նոր գումարվող ազգային ժողովից ինչ ակնկալիքներ ունեք։ Առաջինը իհարկե խաղաղություն, բոլորս էլ երեխաներ ունենք։ Ընդհանուր ազգային ժողովի աշխատանքների վերաբերյալ նկատի ունեք։ Հայաստանի սուվերենությունը ամրապնդելը, Հայաստան երկիրը կայացնելը, իրանց ասած, ես ոչ մեկի մետ չեմ, ոնց են ասում, իրական Հայաստան գաղափարն իրականացնելը, այսպես ժամանակակից լեզվով ասած, հուսամ կառավարությունը դա կանի, ես հավատում եմ կառավարությանը։ Դե տարբեր կարծիքներ կան, բայց կարծում եմ ամեն դեպքում իրական ընտրողը, ով իրական ընտրել է, իսկապես ընտրել է այդ ուժերին, ընտրել է նրա համար, որպեսզի իրենց ներկայացնեն ազգային ժողովում, կլինեն իրանք փոքրամասնություն թե մեծամասնություն, կարող է ժողովրդի ձայնը պետք է ներկայացված լինի ազգային ժողովում մեծ մասը։ Շատ լավ, շնորհակալություն։ Իսկ նոր գումարվող ազգային ժողովից ինչ սպասելիքներ ունեք։ Կարծում եմ կշարունակվեն այն բոլոր բարեփոխումները օրենսդրական, որ իրականացվել են, իրականացվելու են ու կունենանք ավելի իրավականon պաշտպանված քաղաքացի ու որպես օրենսդիր մարմին կարծում եմ իր ֆունկցիան կշարունակի կատարել այնպես ինչպես կատարել է։